Հանուն Հոր եւ Որդու եւ Հոգուի Սրբո ամեն։ Նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցնել, այսպես ասաց մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Եվ Տիրոջ այս խոսքերը խիստ պատշաճում են այսօրվա տոնին։ Այսօր նոր կիրակի է, կամ սպիտակ կիրակի, կամ կրկնազատիկ։ Այս երեք անվանումները ունի այսօրվա կիրակի։ Իսկ ինչ է նոր կիրակի եւ ընդհանրապես ինչ է նորոգություն։ Մեր ներկայիս անկյալ մեղավոր բնության գիտակցության մեջ հնացածն է նորոգվում, ապականվածն է կենթանանում, մեռածն է հարություն առնում։ Մեզ համար նորոգություն նշանակում է կարգավորել, նորոգել, շտկել, ուղղել, առողջացնել, կենթանացնել եւ հարություն տալ։ Եվ անգամ արարչությունը, ամբողջ բնությունը, որ մենք տեսնում ենք, նորոգվում է։ Ձմռանը մեռնում է, գարնանը հարություն է առնում, ամռանը հասակ է առնում, աշնանը ծերանում է, ձմռանը մեռնում է, որպեսզի գարնանը նորից հարություն առնի, նորից ծնվի, նոր կենթանանա։ Եվ մարդն էլ մինչև դրախտը այս կարգավորության մեջ չէր, բայց անկումից հետո մեռավ, իջավ դժոխք, Քրիստոսի հարությամբ նորոգվեց, հարություն առավ։ Մարդկային անկյալ, տկարացած, մեղավոր, ապականված բնությունը Քրիստոսով հարություն առավ, նորոգվեց։ Բայց ինչքան մենք պետք է անընդհատ մեղք գործենք, անընդհատ զղջանք, ապաշխարենք, որքան մենք պետք է մեռնենք, ապականվենք, հող դառնանք, մինչև Քրիստոսի գալուստը, մինչև նոր օրը, եւ հենց այս կիրակին 8-րդ օրն է Քրիստոսի հարությունից հետո, 8-րդ օրը հավիտենականության խորհուրդն է։ Աստված 6 օրերում աշխարհը ստեղծեց, 7-րդ օրը հանգստացավ, իսկ 8-րդ օրվա մասին ոչինչ չկա գրված։ Բայց եկեղեցու Սուրբ Հայրերն ասում են, որ 8-րդ օրը հենց այս օրն է։ Հավիտենականության խորհուրդն ունի։ Հանդերձյալ հավիտենական կյանքում մենք պետք է նորանանք, բայց ոչ թե նորոգվենք, որտեղ նորոգվելու կարիք չի լինելու։ Ամեն ինչ նոր է լինելու եւ կրկին նոր է լինելու, ամեն ինչ գեղեցիկ է լինելու, ամեն ինչ թարմ է լինելու, ծաղկելու է, փթթելու է, մեր միտքը, մեր հոգին, մեր մարմինը, ողջ արարչությունը պետք է մեկ ընդմիշտ նորոգվելով նոր մնա։ Այլևս մենք չենք մեղք գործելու եւ ապաշխարելու, որտեղ երկնքի արքայության մեջ միշտ ուրախություն կա։ Այլևս մենք չենք ապականվելու, որպեսզի նորոգվենք, եւ չենք մեռնելու, որ հարություն առնենք, այլ հավերժ ուրախություն է լինելու, հավերժ նորոգություն, հավերժ նորություն, թարմություն, գեղեցկություն։ Եվ այս նոր կիրակի խորհուրդը Տերը մեզ սովորեցրեց։ Նոր գինին մեր Տերն է Հիսուս Քրիստոս։ Նոր տիկերը մենք պետք է լինենք, նոր գինին պետք է նոր տիկերի մեջ լցվի, մենք պետք է նոր լինենք, որ Քրիստոսին մեր մեջ ընդունենք։ Քրիստոնյա անուն արդեն իսկ նոր է, Քրիստոնյա նշանակում է Քրիստոս ինա, երբ որ մենք մկրտում ենք, Քրիստոսով ենք զգաստավորվում, երբ սուրբ հաղորդություն ենք ստանում, Քրիստոս մեր մեջ է բնակվում, ներսից եւ դրսից Քրիստոս ենք։ Նոր խորհուրդ ունի քրիստոնյան, երբևէ ոչ ոք չէր տեսել, որ մարդը դառնա երկնավոր հոր ժառանգ, Քրիստոսին ժառանգակից եւ Սուրբ Հոգու տաճար, Սուրբ մկրտությամբ մենք երկնավոր հոր ժառանգ ենք դառնում, Քրիստոսին ժառանգակից ենք դառնում, որտեղ Քրիստոս էլ Աստծո որդի է, եւ մենք էլ Քրիստոսին ժառանգակից Աստծո որդի ենք դառնում։
եւ Սուրբ Հոգու տաճար ենք դառնում, Սուրբ Հոգին է բնակվում մեր մեջ, հնում Սուրբ Սեղանը անասունների մորթազերծված արյունով էին օծում, եւ դա ոչ թե մեկ անգամ, այլ անընդհատ, ամեն զոհաբերության ժամանակ պետք է օծեին անասունի արյամբ, եւ դա ժամանակավոր էր, եւ դա նորոգից չէր, Քրիստոս մեկ անգամ եւ ընդմիշտ իր արյամբ ներկեց մեր Սուրբ Սեղանը, որտեղ ամեն օր Քրիստոսի մարմինն ու արյունն ենք մենք պատարում, անարյուն պատարակ ենք մատուցում, ոչ թե հնի արյունալի, արյունահեղ պատարակներ, ոչ, այլ նոր, անարյուն պատարակը, մեկ ընդմիշտ Քրիստոս իր արյամբ օծեց Սուրբ Սեղանը եւ այլևս սա օծման կարիք չունի, օշնության կարիք չունի, մեկ ընդմիշտ օծված է եւ օշնված ու սրբագործված է Քրիստոսի արյամբ։ Նոր է նաեւ հարության խորհուրդը։ Քրիստոս ծնվեց կույս մորից եւ կուսությունը մաքուր պահեց։ Քրիստոս հարություն առավ կույս գերեզմանից եւ երբ հարություն առավ, կնիկները ժայռի վեմի վրա անխախտ մնացին։ Քրիստոս մտավ փակ դռներով, այսօր հենց այդ հիշատակության օրն է նաեւ։ 8-րդ օրը Քրիստոս երևաց աշակերտներին, փակ դռներով ներս մտավ, տեսավ Թովմասին։ Թովմասը կասկածել էր, որ Քրիստոս հարություն է առել, եւ ասաց՝ մինչև չտեսնեմ ձեռքերս նրա ձեռքերի մեջ ձեր կողը չխոթեմ, չեմ հավատա։ Եվ Թովմասին նորոգելու համար Տերը փակ դռներով մտավ, երրորդ խորհուրդը հայտնեց։ Փակ որովայնից ծնվեց, փակ գերեզմանից հարություն առավ, փակ դռներով մտավ վերնատուն։ Եվ Թովմասին կանչեց եւ ասաց. «Արի, ձեռքերդ բեր, մտցրու կող, իմ մեխերի գամերի տեղը, կողս մտցրու, հավատացյալ եղիր եւ ոչ թե անհավատ»։ Եվ երբ Թովմասը մտցրեց, ասաց. «Տերին եւ Աստվածը», հավատաց Տիրոջը։ Թովմասն էլ նորոգվեց եւ նոր խորհուրդ դարձավ։ Եվ այս բոլորը այս նոր կյուրակի խորհուրդն է։ Մենք բոլորս ուզում ենք այնքան թարմ լինել մտքով, հոգով եւ մարմնով, առողջ լինել մտքով, հոգով եւ մարմնով, առույգ լինել, նոր լինել։ Ոչ ոք չի ուզում հնացած զգեստ հագնի, ոչ ոք չի ուզում հնացած սպասք օգտագործի, չի ուզում հին տան մեջ ապրի։ Բոլորը նորն են ուզում։ Եվ այդ նորը այսօրվա խորհուրդն է, հավիտենականության խորհուրդն է։ Մենք փափագենք, որ 8-րդ հավիտենականության օրը, երբ որ ողջ արարչությունը նորոգվի, մենք էլ մաս ու բաժին ունենք այդ հավիտենական ու անվախճան նորոգությունից։ Քրիստոս հարյավի մեռելոց ձեզ եւ մեզ մեծ հավիտեն։ Օրհնյալ է հարություն Քրիստոս։